ձեր նկարագրած իրավիճակի մասով որևէ տվյալ ոստիկանությունը չի ստացել։ Կաթողիկոսի ձերբակալելուց հետո տեղեկություններ են շրջանառվում, կաթողիկոսին ձերբակալելուց հետո տեղեկություններ են շրջանառվում, որ հաջորդը լինելու են լրագրողները Նիկոլ Փաշինյան ուժային կառույցներին, արդեն լրագրողների խմբագիրների անուն է տվել, ինձ հետաքրքիր է ձեզ ցանկ տվել են, ովքեր են լինելու։ Եթե սպասեք, նարեկն է միգուցե մեջը Տիկին Սարգսյան, օպերատիվ տվյալները չասեք։ Հարգելի լրագրողներ, Հայաստանի Հանրապետությունում ցուցակներով աշխատանք չկա։ Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է եւ վարույթները նախաձեռնվում են ըստ փաստերի։ Լինի դա նախարար, լինի դա իշխանական թևի ներկայացուցիչ, լինի դա անդիվադիր թևի ներկայացուցիչ, լինի լրագրող, հասարակ այլ մահկանացու, եթե հանցանքի այլ տար կա, բնականաբար վարույթ կնախաձեռնվի։ Ձեր մատնանշած որևէ տեղեկատվություն իրականությանը չի համապատասխանում։ Ոստիկանության գվարդիայում ոստիկանության զորքերից քանիսն են օգտվել եւ քանիսն են դրսից եւ տարբեր սորավարանի Ընդհանուր թվակազմը բնականաբար գաղտնի տեղեկատվություն է, դա հաղորդել չեմ կարող, բայց կարող եմ նշել, որ հասարակական կարգի եւ անվտանգության ապահովման ստորաբաժանում ներգրավող պոտենցիալ անձանցից 100-ից ավելի անձինք չեն հանձնել վերապատրաստումը եւ ըստ այդմ նախկինում զորքերում ծառայող այդ անձինք ուղղակի տվյալ ստորաբաժանում չեն նշանակվում։ Վարորդների կողմից Վերջին հարցն է սա, վարորդների կողմից դժգոհություններ կան, ասում են մեքենաների շատերը գործարանային այդ ֆարասվածը հանում են եւ դնում են ինչ-որ լեդեր, որոնք գիշերային երթևեկության ժամերին վթարային իրավիճակներ են ստեղծում։ Հնարավոր է ներքին գործերի նախարարությունը սրա հետ կապված ինչ-որ լուծումներ ունենա։ Իրականում մեքենաների վերասարքավորման մասով խնդիր ունենք, այդ թվում ձայնային եւ նաեւ ձեր նշած կոմպոնենտի մասով արդեն իսկ հանձնարարված է բարեկային ծառայությանը, որ նմանատիպ մեքենաների մասով նախ փորձաքննություն նշանակվի եւ երկրորդ ըստ փորձաքննության, եթե անձը վերասարքավորման տվյալ բաղադրիչը չվերացրեց, մեքենան դուրս է գալիս շրջանառությունից։ Նշեմ, որ ձայնային ազդանշանների մասով բավական հաջող այս պրակտիկան տարբեր դեպքերի մասով կիրառել ենք, արել ենք փորձաքննություն, փորձագետը տվել է եզրակացություն, որ կա այո ստանդարտին չհամապատասխանող սարքի, այսպես ասեմ, ներմուծում ընդհանուր բաղադրիչների մեջ, անձինք սահմանված ժամանակահատվածում վերացրել են խախտումը եւ մեքենան մտել է ընդհանուր շրջանառության մեջ։ Այո, նաեւ լույսերին կվերաբերի։ Շնորհակալություն բոլորին։